Իսկ արդար է, որ նախարարներին 7 միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակներն ընդամենը 10,000 դրամով։ Միանշանակ անարդար է, ինչի համար, ասենք, այդ պարգևավճարների ինչի համար է, հասարակությունը այդքան հարկերը, տուրքերը որ տալիս է, դրա կարիքը որն է, որ 7 միլիոն, 8 միլիոն, 3 միլիոն նախարարներին պարգևավճար։ Եթե մենք այս վիճակում նստած ունենք 78% անապահով ընտանիքներ, ապա այդ արդեն ավելորդ է։ Էդի ագրաբլենիա, էդի կողոպույտ ազգի հանդեպ։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Այնտեղ արդարության ոչ մի նշույլ չկա եւ այդ պարգևավճարները ինչի համար են իրենք ստանում, երբ որ երկիրը գտնվում է այս ծանր վիճակում։ Սոցիալական շատ խնդիրներ կան լուծելու այս Հայաստանի Հանրապետությունում եւ պարգևավճարները ես կարծում եմ, որ շատ անհիմն են եւ կարիք չկա այդպիսի բաներ անելու։ Դա ուղղակի աբսուրդի ժանրից է։ Գիտեք ինչ, շատ տարիներ առաջ, երբ էլի ազգային ժողովում հարց տվեցին պարգևավճարների համար, նույն ԿՊ խմբակցության անդամ պատգամավոր, չեմ կարող հստակ անունը հիշել, ասեց, մենք հո այս երկրի համբալները չենք, որ առանց վճարման, առանց պարգևավճարի աշխատել։ Իսկ միթե այս երկրի ամբողջ աշխատուժը այս երկրի համբալն է, ոչ, դա ուղղակի աններելի է։ Բացարձակ, որովհետև պարգևատվում սովորաբար ստանում են նրա համար, երբ որ լավ են աշխատում, ինչ-որ ավելի մեծ բարիք են ստեղծում երկրի համար, բայց չանելով ոչինչ եւ երկիրը հասցնելով այս վիճակին ու ստանալ պարգևավճարներ, դա չեմ կարծում, որ ռեալ է։ Չէ, արդար չի։ Դե ինչի դրանցի 7 միլիոն, իսկ մեզ 10,000, մենք մար չենք։ Իրանց ուժն է, իրա ձեռքն ամեն ինչ, վերադասի ձեռքն է։ Ինչ ուզեն էդ կանեն։ Բացարձակ ոչ։ Ինչու՞։ Որովհետև այսօր Հայաստանում գրեթե 70-ից 80%-ը թոշակները ցածր է, բոլորը թոշակների հիման վրա են, թող Հայաստանի պայմաններում, վայ քաղաքում շատ մարդիկ թոշակների հետ են կապված, էլի դրա համար դժվար թե։ Դա ինձ թվում է չէ։ Ինչի՞։ Որովհետև 10,000 դրամ է ինչ գումար է, որ ժողովուրդը 10,000 դրամով կարող է ապրի։ Ես էլ կուզեի նախարար լինեի։ Ինչ պարտադիր է, որ ասենք լավ ղեկավարի կամ վատ ղեկավարի։ Միայն թե նախարար լինես, աթոռը նստես, ոքիդ հանգիստ, բարձր աշխատավարձ ստանաս, էսի։